Ես պատրաստվում էի ընդունվել Սլավյանսկի պոլիտոլոգիա եւ շատ լուրջ պարապում էի, այո, եւ պատմություն էի պարապում, եւ ռուսերեն էի պարապում, եւ անգլերեն, որպեսզի ընդունվեմ այդտեղ, բայց ճակատագիրը ինքը որոշեց իմ փոխարեն։ Ընդունվեցի կինոյի եւ թատրոնի ինստիտուտ, դերասանական բաժին Արմեն Մազմանյանի մոտ, սովորեցի 1 տարի, շատ էի սիրում իմ կուրսը եւ Արմեն Մազմանյանին որպես դասախոս, բայց երբ որ տարին լրացավ եւ Արմեն Մազմանյանը ասաց, որ այլևս մենք չենք կարող մեր հատվածները բեմադրել, այսինքն եկող տարուց նա պետք է բեմադրություններ անել եւ ես այլևս հնարավորություն չէի ունենա իմ սեփական բեմադրությունները անել, որոշեցի փոխել իմ բաժինը ռեժիսուրը։ Հանձնեցի հավելյալ քննություններ եւ ընդունվեցի Հրաչի Գասպարյանի կուրս եւ դարձա ռեժիսոր։ Ռեժիսորի եւ դերասանի մասնագիտությունները շատ տարբեր են։ Ինձ համարում եմ դերասանուհի, որովհետեւ բեմ դուրս գալը ինձ համար կյանք է։ Ես չեմ կարող բեմ դուրս չգալ եւ ոչինչ չի կարող փոխարինել այս կյանքում ինձ ծափահարությունները եւ հանդիսատեսի աչքերը, երբ որ նա նայում է ներկայացում։ Ռեժիսորի գործը շատ ավելի բարդ է եւ պատասխանատու։ Եթե դու դերասան ես, այդ պահին դու պատասխանատու ես միայն քեզ համար, քո խաղի համար, քո տեսարանների եւ քո խաղընկերոջ համար։ Իսկ երբ որ դու ռեժիսոր ես, դա շատ ծանր աշխատանք է։ Դու պատասխանատու ես եւ լույսի համար, եւ երաժշտության համար, եւ բոլոր դերասանների, դեկորացիայի, կոստյումի, ամեն ինչի համար։ Ճիշտ են ասում, որ ռեժիսուրան ավելի շատ տղամարդու գործ է, որովհետև կնոջ համար շատ դժվար է մի հսկա խումբ ղեկավարել մեծ տարիքով մեծ տղամարդկանց։ Ես ունեցել եմ այդ փորձը, ես արել եմ 2 բեմադրություն, մեկը իմ դիպլոմային բեմադրությունն էր Ժան-Ժենեի Սպասուհիները, եւ երկրորդ գործը ես արել եմ Տիկնիկային թատրոնում, գործը տիկնիկային չէր, դա Անրի Միշոյի Շղթաները գործն էր, որը ավելի տենց աբսուրդային, էկզիստենցիալիստական գործ էր, որի մեջ կար եւ մարիոնետ, եւ պլաստիկ տեսարաններ, եւ պար, ամեն ինչ լուծված է շատ հետաքրքիր կերպով եւ այո, ինձ շատ դժվար էր, որովհետև թե բանվորները, թե լույսի, երաժշտության բոլորին պետք է տնօրինեի ես։ Կինոն եւ թատրոնը ինձ համար հավասարազոր թանկ են, որովհետև կինոն դա մի առեղծվածային, հեքիաթային աշխարհ է, որը բացահայտել եմ ինձ համար դեռևս ուսանողական տարիներին, երբևէ չէի մտածի, որ այդտեղ չկա անմիջական շփում հանդիսատեսի հետ, բայց այդտեղ կա մի հետաքրքիր բան, որ դու անմիջապես տեսնում ես արդյունքը եւ այդ արդյունքը մնում է հավերժ։ Եթե թատրոնում դու ստեղծում ես մի բան եւ ամեն ներկայացման հետ այդ էքշնը, այդ զգացողությունները յուրովի են, այսօր դու կարող ես մի կերպով արտահայտել քո էմոցիաները, վաղը մի այլ կերպով, ավելի խորը կամ ավելի ներս գցած, ավելի արտաքին ձևով, ավելի ներքին ցույց տալ քո ցավը, իսկ կինոյում դա ստանդարտ է, բայց դու դա տեսնում ես հավերժ, այսինքն դա մնում է տարիներով, իսկ թատրոնում ցավալի այն, որ այն, ասենք, լավ օր է, երբ որ դու լրիվ տրվում ես, լրիվ ցույց ես տալիս քո էմոցիաները եւ այդ օրվա հանդիսատեսը տեսնում է, հաջորդ օրվա հանդիսատեսը կարող է դա չտեսնել։ Եվ կինոյում, եւ թատրոնում կա մի դեր, որ շատ կուզենայի խաղալ, դա Ժաննը Դարկի դերն է, եւ ես երբևէ հանուն դերի ոչ մազերս կտրել եմ, ոչ ներկել եմ, ոչինչ չեմ արել իմ արտաքինի հետ, բայց հանուն այդ դերի պատրաստ եմ, ասենք, մազերս լրիվ կտրելի սպառ։ Հիմնականում ռեժիսորները ինձ առաջարկում են դրամատիկ դերեր եւ նրանց թվում է, որ դա ինձ մոտ շատ ստացված է, որովհետեւ ես շատ զգացմունքային եմ, էմոցիոնալ եմ եւ կարողանում եմ իմ էմոցիաները արտահայտել, կարողանում եմ ցույց տալ ցավը, վիշտը, ապրել եւ այդ սկզբից մինչեւ վերջ ցույց տալ դերի պատմությունը։
Ես ինձ նաև շատ լավ եմ զգում կոմիկական դերերում եւ ունեցել եմ նման փորձ եւ շատ ցավալի է, որ այս շրջանում ինձ նման դերեր չեն առաջարկում։ Մարդը միշտ ունի երազանքներ եւ ուզում է լինել եւ այս մարդու ոնց որ կաշվի մեջ եւ այն մարդու կաշվի մեջ, ունենալ տարբեր ապրումներ, ունենալ տարբեր էմոցիաներ, ապրել տարբեր իրավիճակներ, գտնվել տարբեր երկրներում, կրել տարբեր տեսակի հագուստ եւ այլն։ Այդ ամենի հնարավորությունը ես ունեմ բեմում։ Կուզենայի, որ հայ հանդիսատեսը ավելի սիրով ու ուշադրությամբ հետևի ներկայացումներին, հայ կինոարտադրությանը, ավելի հաճախ գնա թատրոններ եւ կինոթատրոններ, չլինի պասիվ եւ չպարփակվի ինտերնետի եւ հեռուստացույցի մեջ, որովհետեւ թատրոնում դա դերասանի հետ անձնական շփումն է։ Դու ստանում ես այն էմոցիաները, որոնք դու պլազմայից, թե հեռուստացույցի, թե կոմպյուտերի չես կարող ստանալ։ Եւ այն, ասենք, մասշտաբը կինոյի, որը դու կարող ես տեսնել կինոթատրոնում եւ ստանալ այդտեղ տանը տենց պարկած նստած դիտելիս դու չես կարող այդ մասշտաբ, այդ հզորությունը զգալ։